Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանավորությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի նոր եռակողմ բանակցությունների փուլ է սկսվել Միացյալ Արաբական Էմիրություններում, նպատակ ունենալով վերջ դնել պատերազմի 4 տարիների ընթացքում մեծաթիվ մարդկային և ենթակառուցվածքային կորուստներին։ Խոսակցությունները շարունակվում են, սակայն հակամարտության հիմնական կետերը, հատկապես տարածքային հարցը, դեռ համաձայնեցված չեն։ Եվրամիությունը համաձայնության է եկել Ուկրաինային 90 միլիարդ եվրո հատկացնելու մեխանիզմի շուրջ։ Ըստ համաձայնագրի 60 միլիարդ եվրո կհատկացվի ռազմական օգնությանը, իսկ 30 միլիարդ եվրո Ուկրաինայի բյուջետային ծախսերին։ Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կկայանան ուրբաթ Մասկատում։ Աքսիոսի փոխանցմամբ արաբական մի շարք երկրների առաջնորդներ համոզել են Դոնալդ Թրամփին չեղյալ չհամարել հանդիպումը։ Միացյալ Նահանգների վարչակազմը համաձայնել է հանդիպմանը, թեև թերահավատ վերաբերմունք ունի բանակցությունների արդյունավետության հարցում։ Բանակցությունները կանցկացվեն երկկողմ ձևաչափով, կենտրոնանալով բացառապես Իրանի միջուկային ծրագրի վրա։ Իրանը պաշտոնապես հերքել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների տապալման մասին տեղեկությունները։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել օմանցի գործընկերներին կազմակերպչական աշխատանքի համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մայիսի համար ներկայացրել է արհեստական բանականության անկախ միջազգային գիտական պանել, որը կսահմանափակի նոր տեխնոլոգիաների բացասական ազդեցությունները։ Միաժամանակ ՄԱԿ-ը հայտարարել է մարդկային եղբայրության միջազգային օր, որն ընդգծում է համամարտկային արժեքների պահպանման անհրաժեշտությունը։ Ճապոնիայի հյուսիսում և ճապոնական ծովի ափին առածյան հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, ևս 413 մարդ վիրավորվել է։ Ամենաշատ մահերը գրանցվել են Նիիգատայում, Ակիտայում և Յամագատայում։ Տուժած շրջաններ են նաև Հոկկայդոն և Աոմորին։ Իշխանությունը բնակչությանն օգնելու համար տուժած շրջաններ է ուղարկել բանակային ստորաբաժանումների։ 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 6-ին Միլան Կորտյան քաղաքում։ Ոչ միայն սպորտային խաղերին են հետևում, այլև քաղաքական բարդ իրավիճակներին, որոնք կապ ունեն անվտանգության ու բոյկոտների հետ։ Անի Աբաղյան, ABC Media։